Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այս պահին մենք զրուցելու ենք Վանո Սիրադեղյանի դստեր Արփի Սիրադեղյանի հետ։ Ես հիշեցնեմ, նրա եղբայրը Դավիթ Սիրադեղյանը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մանրամասները ճշտենք Արփի Սիրադեղյանից։ Նախ ինչպես է հիմա ձեր եղբոր առողջական վիճակը, դրական դինամիկա կա թե ոչ, եւ նաեւ դրամահավաք եք իրականացնում, գումար հավաքվել է։ Եղբայրս հիմա երրորդ օրն է գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ստաբիլ ծանր է համարվում իրավիճակը, փորձում են արյան զեղումները ներծծման տեսքով այսպես ասած իրականացնել, եթե չլինի նոր վիրահատություն կկատարեն, մոտավոր մի 10 օր դեռ պետքա պարկենք, շարունակությունը հայտնի չի, ասել են, որ շատ ծանր բուժում է սպասվում, դրա համար ես դրամահավաք եմ կազմակերպել, հավաքվել է ընդամենը 100,000 դրամ։ Ես տնօրինությանը խնդրել եմ մնացածը ընթացքում վճարել, որովհետև վիճակի չեմ, ես ինքս հիվանդ եմ ու չեմ աշխատում այս պահին։ Դա ամսի 27-ին նա դիմել է հիվանդանոց չեն ընդունել, նա մնացել է հիվանդանոցի տարածքում 2 օր, ոստիկանությունն է գտել իրան, այսինքն նրան անգիտակից տեղափոխել են հիվանդանոց, միգուցե այստեղ ուշքի է եկել, տեսել են խմած է, հիվանդանոցը չի ընդունել, որի պատճառով հիվանդը մնացել է դրսում 2 օր։ Ցնցում ա եղել եւ անգիտակից ընկած ա եղել Նարդոս փողոցի վրա, այդպես ասեցին ինձ, ովքեր որ շտապօգնություն են կանչել։ Ինչ ասեցին, որ կանգնած տեղը ընկել է, չգիտեմ, միգուցե խաբում են, չեմ կարող ասել, ասեցին, որ խմած էր ու ընկել է այդպես այդքանը, բայց ինքը ցնցումով հայտնվել է հիվանդանոցում, իրան չեն ընդունել, հիվանդանոցը չի ընդունել։ Հանրապետական։ Հիմա այստեղ համավճարով է մի մասը կարողացել եք ամսի 3-ին ես նորից իրան Մարինա Խաչատրյանի շնորհիվ եւ Ռուզաննայի, ով այդ օրը հերթապահ էր, այդ օրը մոտեցել ենք եւ այդ օրը պարկացրել են, որտեվ շտապ էր այդպես է կոչվում, էլի չգիտեմ իրանց անունները ինչպես են ասում, շտապ համավճարով պարկեցրել են հիվանդանոց։ Ես ուզում եմ որպեսզի քննվի ամսի 27-ի հերթապահի 6-ից հետո որ եղել է հերթապահ, որը որ չի ընդունել հիվանդին ու թողել է փողոցում, ես չգիտեմ ով է ինքը, այդ հարցը քննվի, որովհետև այսօր իմ եղբայրն է, վաղը ձեր միսօրային միսի եղբայրը կհայտնվեն նման իրավիճակում, կամ հենց մենք կարողանանք գլուխներից քարին խփենք եւ մի խոսքով հայտնենք այդ վիճակում եւ մեզ չընդունեն հիվանդանոց։ Ինչ ախտորոշում է եղել։ Ճիշտ ասած ախտորոշումը բարդ է մի քիչ, բայց սենց այն ինչքանով ես հասկացել եմ, արյան զեղումներ ա մեծ քանակությամբ գլխի մեջ եւ գանգուղեղի կոտրվածք։ Այսինքն ընկնելու հետևանքով է եղել, թե ընկնելու եւ մի 2 օր, որ ինքը փողոցում մնացել է, միգուցե այդ բային շտապ օգնություն ցույցաբերվեր եւ ինքը իրան ավելի լավ զգար, այդ արունը այդքան չտարածվեր։ 2 օր փողոցում մնացել է։ Փողոցում մնացել, այս տարածքում հիշողության կորստով չի իմացել ուր գնամ։ Այսինքն այդ ընթացքում հեռախոսը անհասանելի է եղել, ուզում եմ հասկանալ։ Ինքը ասեց, մամ, ես այն հիվանդանոցի տարածքում եմ, ինքը որ ասեց այն, ես հասկացա, որ դա հանրապետականն է, որովհետև մի անգամ այստեղ իր գլուխը վիրահատել են։ Ես վազելով եկա, հիվանդանոցում իրան չգտա, հարցրեցի, այսպեսի հիվանդ ունեցել եք, ասեցին չէ, ու ոստիկանություն եմ դիմել, ոստիկանությունը մի ամբողջ օր մանա եկել եւ գիշեր չի գտել, հետո առավոտյան գտել է, բայց հետո ինձ զանգահարեցին, ասին, որ դեպքը տեղի ունեցավ ոչ թե 28-ին, այլև 27-ին, այսինքն ինքը 2 օր մնացել դրսում։ Այսինքն 2 օր դրսում է մնացել։ Իսկ շտապ օգնության կանչ եւ այլը չի գրանցվել։ Շտապ օգնությունը ասելա, որ չի գրանցվել։ Ասելա տենց ոստիկանություն։ Ինչպես է հայտնվել հիվանդանոց։ Դա ասել են տարածքում էլի 2 օր էլ մնացել։ Իրան կա ասել են չի գրանցվել, որպեսզի պատասխանատվությունը իրենցից գցեն բնականաբար, որովհետեւ հիվանդանոցը չի ընդունել, իրանք էլ չեն ուրիշ հիվանդանոց տեղափոխել իրեն։ Դուք արդեն մի քանի օր է գրառումներ եք բարբերաբար անում, որևէ մեկը Վանո Սիրադեղյանի ընկերներից արձագանքել է, որովհետև երբ պետք է լինում, շատերը սկսում են ասել, որ իրենք Վանո Սիրադեղյանի ընկերն են, եւ նրանցից մեկը նաեւ Խաչատուր Սուքիասյանն է։ Արձագանքել են, որևէ բանով փորձել են այս օրերին օգնել, դրամահավաքին միացել են։ Ճիշտ ասած 3 տարի առաջ երբ հայրս մահացավ, Սարիբեկ Սուքիասյանը ինձ լուր ուղարկեց, որ մեզ էլ երբևիցե չդիմեք ոչ մի հարցով, եւ մենք իրանց չենք դիմել, որովհետեւ այդպես ասել են, իսկ Խաչատուր Սուքիասյանը
Եթե չեմ սխալվում, 10,000 կամ 20,000 դրամ ամսական Դավիթին տալիս են հացի փող, այսպես ասած։ Ընթացքում էլ է տարիների ընթացքում իրենք եղել է որ դիմել են մի քանի անգամ օգնել են, բայց այնպես ստաբիլ օգնություն կամ մշտական ինչ-որ տենց բան երբևիցե չի եղել։ Ես նկատի ունեմ հիմա այս պահին, երբ ձեր եղբայրը վերակենդանացման բաժանմունքում։ Ոչ մեկ չի արձագանքել, միայն հասարակ ժողովուրդն այդ գումարը հավաքել, այդ 100,000 դրամ ընդամենը։ Բայց այնուամենայնիվ հասարակ մարդիկ արձագանքել Գալ եմ այդ մարդկանց, որովհետև եթե իրանք չհավաքեին, ես ռեանիմացիայի դեղերի գումարը չի ունենա, իր ուտելիքի գումարը չի ունենա, որպեսզի իրեն հասցնեի, պես էր օրվա ընթացքում։ Դուք նաև Անահիտ Ավանեսյանին էիք դիմել, նշելով, որ պետպատվերը ձեր ձևակերպմամբ իր հոր տնից չի բերել։ Այսինքն դուք կարծում եք, որ ձեր եղբայրը ոչ թե համավճարով պիտի բուժումը ստանար, այլ պետք է պետպատվերի շրջանակում իրականացնել, քանի որ ես չգիտեմ կարգավիճակը ինչպիսին է։ Ձեր եղբայրը կարող էր պետպատվերի շրջանակում ամբողջությամբ այդ բուժումը ստանալ։ Ինքը բանը անաշխատունակ է, վիրահատություն է տարել ոտքի, հազիվ է քայլում եւ քանի որ խմիչքի հետ սերել ունի, այդ բոլորը գիտեն, որ ինքը սեր ունի խմիչքի հետ, անօգնական վիճակում էր գտնվում։ Ես դիմեցի մեր ժուրնալիստներից մեկին, որպեսզի մամուլի խոսնակի հետ խոսա, որ ասի ինքը ծանր վիճակում է, չեմ կարողանում անգամ MRT անել, նա ասել է, որ ես ձեր ընտանիքին օգնել եմ 2 անգամ, էլ չեմ պատրաստվում օգնելու։ Ես անգամ զանգել եմ Մասիվ հիվանդանոց, պարոն Մի խոսքով Մասիվ հիվանդանոցի տնօրենին իրան եմ խնդրել, ասել եմ գոնե MRT-ն կազմակերպեք, խնդրում եմ, եղբայրը շատ վատ է, ասել դա իմ բաների մեջ չի մտնում, այդ ֆունկցիաների շտապօգնություն կանչեք, շտապօգնությունը կորոշի, որտեղ որ բաց է ռեանիմացիան, այնտեղ էլ կտանենք։ Այդպես Անահիտ Ավանեսյանի պահով այդպես մի անգամ ինձ օգնել է վիրահատվելու համար, մի անգամ մայրիկիս սրտի հետ կապված խնդիր կար, բայց ես ինքս կարգ ունեմ ու իմ կարգը կտրել են, եթե իմ կարգը կտրած չլինեին, ես չէի դիմի բնականաբար այդ պետպատվերով վիրահատվելու համար։ Հիմա ամբողջ Ձեր եղբայրն էլ հաշմանդամության կարգ ունի։ ունի հենց այդ, իրան չեն տվել, ասել են ինքը ընդունակ է աշխատելու, բայց ինքը հաշմանդամության կարգ պիտի ունենար, որովհետև գլխի էլի վնասվածքներ ունի։ Եվ վիրահատության է ենթարկված եղել կրկին այս հիվանդան։ Այո։ Հիմա ինչ եք անելու, որտեվ քիչ առաջ ասացիք, ինչ որ վճարումներ եք արել, մնալու ես հիվանդանոցում, թե տեղափոխության անհրաժեշտություն կա։ Ճիշտ ասած չգիտեմ ինչ եմ անելու, Աստված օգնական այս պահին, որովհետև այսօրվա պալատի գումարն եմ միայն վճարել եւ այդ համավճարից մի փոքր հատված մնացածը չեմ վճարել, մնացածն էլ չգիտեմ ինչ է սպասվում, վիրահատություն սպասվում է, չի սպասվում։ Ամբողջ հարցը գիտեք ինչումն է, որ Սարիբեկ Սուքիասյանը, որ ինձ լուր ա ուղարկում, որպեսզի ես էլ իրանց չդիմեմ, մենք երբևիցե իրեն չենք դիմի, եթե ինքը հորդորի իր կնոջ քրոջը Ռուզաննա Տոնոյանին, որ տա Դավիթին հասանելիք տունը, որը որ ինքը արգրավել է, այսպես ասած, որը իր հորից է մնացել, այսինքն հորից տան մասին չի խոսքը, կողքի տան մասին է խոսքը, եւ մենք այդ տան օգնությամբ իր բոլոր հարցերը կլուծենք, եւ բուժման, եւ հետագա իր կյանքի հարցերը, եւ տղան չի հայտնվի փողոցում, մարդկանցից գումար չի մուրա, որպեսզի ուտելիք ունենա, մի խոսքով մարդկային այդ շատ ահավոր ագահությունը ու այդ ագահության պատճառով այսպես մեկը տուժում է, մնացածը իրանց հեֆին։ Ռուզան Տոնոյանը հայրիկից վերջին կինն է, Խնկո-Ապոր գրադարանի տնօրենը։ Մինչև իրանք այդ հարցը լուծեն կամ կարող է եւ երբևիցե չլուծեն, ես մեր ժողովրդից խնդրում եմ այն մարդկանցից, ովքեր որ հայրիկից հարգել են կամ իր հետ աշխատել են, փորձեն մեզ օգնել, որովհետեւ շատ շնորհակալ կլինեմ, չեք կարող ասել ում հետ ինչ կկատարվի 10 կամ 15 րոպե հետո։